Եթերում Սպուտնիկ զրույցն է, ես Սուսաննա Հովանիսյանն եմ։ Ասում են լավ թատրոնը լավ գինու պես է։ Այն հնարավոր չէ լցնել էժանագին շշի մեջ եւ ըմպել մեկ շնչով։ Թատրոնը շքեղություն է, շռայլություն, որ պետք է կարողանաս քեզ թույլ տաս։ Իհարկե, ժամանակակից կյանքում համացանցը, հեռուստատեսությունը, կինոն ստվերում են թատրոնը, բայց թատրոնը եղել եւ մնում է այն առանձնահատուկ եւ ազդեցիկ գործիքը, որ հնարավորություն ունի ներազդելու մարդու ներաշխարհի վրա։ Թատրոնի միջազգային օրվան ընթառաջ այսօր հանդիպում ենք մի շատ հետաքրքիր եւ սիրված անձնավորության հետ, դերասանուհի, բեմադրիչ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանի հետ։ Բարի օր, Նարինե։ Բարի օր, շնորհակալություն հրավերի համար։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Դուք ձեզ հետ միշտ բերում եք լավ տրամադրություն, ձեր ժպիտը, ձեր կենսուրախությունը ես այս պահին լիովին զգացել եմ եւ հույս ունեմ, որ մեր ունկնդիրները նույնպես կզգան մեր զրույցի ընթացքում։ Դե ինչպես դուք ասացիք, թատրոնը շքեղություն է եւ հենց դա էլ ինձ ավելի ուրախացրեց, հասկանալով, որ ես այդ շքեղագույն արվեստով եմ զբաղված եւ ինչու պիտի երջանիկ չքայլենք աշխարհով։ Իսկապես։ Սկսենք շատ հին ժամանակներից, դժվար է գերագնահատել թատրոնի դերը հին Հունաստանում։ Այն ուներ կրթական, սոցիալ, էթիկական, կրոնական, մի խոսքով կարելի է երկար բաղադրիչները, գործառույթները թվարկել։ Այն հին ժամանակներից ի վեր այսօր թատրոնի գործառույթը փոխվել է, թե ոչ, ինչ է թատրոնը այսօր ժամանակակից մարդու կյանքում։ Չգիտեմ, դե որովհետև ես հանդիսատեսը չեմ, ես ստեղծողն եմ, ինձ համար ինքը ոչ թե նույնիսկ գալիս է ոնց որ հին Հունաստանից, այլ գալիս է մարդու ծնունդից։ Մարդը հենց ծնվում է, իր մեջ խաղալու պահանջը սկսվում է, որովհետև խաղալով է մարդը հայտնագործում աշխարհը։ Եվ մարդու մեջ դա բնական պահանջ է խաղալը։ Եվ որքան մարդը պահում է այդ մանկական անմիջականությունը խաղի, այնքան ավելի շատ է ճանաչում աշխարհը եւ թատրոնը դրա լավագույն ձևն է եւ չգիտեմ, դա ինձ թվում է բնությամբ է դրված մեր մեջ, էլի, ոչ թե հորինել ենք, ստեղծել ենք կամ ինչ-որ բան, այլ ինքնըստինքյան բնական մի բան է, դրա համար մինչեւ հիմա կա, մինչեւ հիմա անկախ նրանից հենց ինչպես ասացիք, կինոն, հեռուստատեսությունը հայտնվեց, թվում էր թե թատրոնը կկորչի, բայց հակառակը մարդը սկսեց ավելի կարոտել մարդուն եւ ավելին գալ տեսնելու եւ ինչքան կինոն դառնում է ավելի տեխնիկական, այնքան ավելի գալիս են թատրոն, որ մարդուն իր կենթանի բջիջներով, իր ապրումներով տեսնեն։ Եվ հենց դա է պատճառը, որ կարծում եմ, որ միևնույն է թատրոնը միշտ կա ու կմնա։ Բայց բոլոր դեպքերում վերաբերմունքը եւ մատուցման ձևը, այսինքն երկու կողմից, եւ դերասանների կողմից եւ ընկալումը հանդիսատեսի 21-րդ դարում փոխվել է։ Շատ է փոխվել, որովհետեւ առաջ կարելի է թե այդպես երանգավորել հնարավոր չէ, ուղղակի փոխվել է։ Դա հետազոտման հարց է իրականում շատ լուրջ, որովհետև օրինակ տեսեք պատերազմից հետո թվում էր թե մարդիկ չեն գալու թատրոն, բայց ավելի շատ են գալիս թատրոն, եկել թատրոն եւ կարծես ավելի կարիք կար փարոսի գուցե չգիտեմ։ Ներողություն, դրանից առաջ էլ համաճարակը մեզ սովորեցրեց on-line վիրտուալ թատրոնի, հա, ոչ թե վիրտուալ, այլ պարզապես այսպես նստել եւ դիտել խաղը դերասանների, ովքեր խաղում են առանց հանդիսատեսի թատրոնում։ Բայց հենց որ բացվեց հնարավորությունը գալ թատրոն, անգամ դիմակներով եւ հեռավորությամբ, միևնույն է, սկսեցին շատ գալ, սկսեց իդեպ այդ ամեն ինչ հետո սկսեց ավելի շատ վաճառվել տոմսեր, այդ նշանակում է, որ իսկապես մի հոգեվոր պահանջ կա, կարիք կա եւ հաճախ հարցերի պատասխան գալիս են թատրոնում գտնելու եւ դա չի բավարարում, այսինքն այդ հարցերը չեն ստանում on-line դիտումներից, ոչ ընդհանուր համացանցից կամ չգիտեմ։ Դե մեզ համար էլ որպես ստեղծողների իրականում առաջ ավելի հայտնի էին լինում թատրոնով։ Հիմա սերիալի դերասանն ավելի հայտնի է, քան թատրոնի դերասանը։ Ուզում եմ ասել, այդ առաջվա դափնիները բանով թատրոնով չես ստանում, բայց գուցե ավելի լավ, որովհետև այդպես ավելի
ազնիվ մաքուր մղումն է մնում, միայն նրանք են մնում, ովքեր իսկապես շատ են սիրում, ով հայտնիություն է ուզում, այսինքն նպատակները ուրիշ են, նրանք գնում են այն տեղերը, դառնում են բլոգերներ, դառնում են, չգիտեմ, այսօր շատ հեշտ է միանգամից հանրահայտ դառնալը, բայց ով էություն է փնտրում, ոչ թե այդ սուտ դափնիները, նա մնում է թատրոնում, դրա համար ինձ թվում է թատրոնը բավականին խոր արվեստ է եւ դառնում օրեցօր ավելի ու ավելի, որովհետեւ ավելի նվիրյալներն են մնում, էլի։ Միանշանակ համաձայն եմ ձեզ հետ, բայց հիմա ինձ հետաքրքիր է, դուք երկու ճանապարհն էլ ընտրել եք, եւ թատրոն եւ կինո։ Եվ այս դեպքում չեմ ուզում հարցնել որն էր կինոյի նպատակը, պարզապես հիշեցի Ալ Պաչինոին մի անգամ հարցրել էին, թե ինչ տարբերություն թատրոնի եւ կինոյի դերասանների միջև, նա ասել է, որ երկուսն էլ լարախաղաց են։ Միայն թե թատրոնի դերասանը, այդ թատրոնի դերասանի համար լարը ձգված է առաստաղի տակ, նա քայլում է օդի մեջ ձգված լարով, իսկ կինոյի դերասանը լարը ձգված է գետնին։ Այդպիսի պատկերավոր պատասխան է տվել։ Կինոն ձեր կյանքում գալիս է լրացնելու ինչ-որ տեղ, ինչ-որ մի բան, թե դա տարբեր աշխարհներ են։ Իդեպ, ինչպես եք համատեղում ռեժիսոր, բեմադրիչ, դերասան կինոյում, դերասան թատրոնում, կազմակերպիչ, գեղարվեստական ղեկավար, ձեր օրը 24 ժամ չէ։ Չէ, որ տեսնում եմ ուրիշ մարդիկ ինչեր են հասցնում օրվա մեջ, ես հասկանում եմ, որ ես շատ դանդաղ ռիթմով եմ, ես պարզապես գիտեմ, շատ սիրում եմ եւ գիտեմ, որ ուզում եմ լավագույնը ստեղծել, ուզում եմ հնարավորինս ավելի ու ավելի լավը լինի, այսինքն զարգացում եմ անverջ փնտրում։ Եվ հաճախ, գիտեք, երբ ֆիզիկայի օրենք կա, երբ նույն անընդհատ նույն շարժումն ես անում, նույն պատասխանն ես ստանում։ Երբ շարժումդ փոխում ես, պատասխանը փոխվում է, չէ՞։ Այդ տատանումն էլ է ուրիշ է դառնում։ Երբ թատրոնում մի քիչ հոգնում եմ, կինոյի լարն եմ շարժում եւ ուրիշ պատասխան եմ ստանում։ Հետո լինում է դրանք հոգնում են, մեկ էլ ասում են արի ասմունքիր, հաճախ հենց կյանքը ինքը գալիս է։ Օրինակ ես երբեք բանաստեղծություն չեմ կարդում, բայց պահ կար, որ զգացի, որ երևի այդ պահանջը ունեմ։ Այսինքն դու ել ես զարգացում փնտրում եւ նոր բան փնտրում։ Նույնը եթե թատրոնում եմ, ինձ համար թատրոնը տեխնիկավարությունն է, մնջախաղն է, այսինքն ամբողջ տեսակը թատրոնի, ոչ թե միայն դրամատիկ թատրոնի դերասան։ Բոլորում հավասարապես կոմֆորտային զոնայում եք զգում, թե կա նախապատվություն։ Դա մի արվեստ է եւ հետեւաբար ամեն ինչում պիտի կոմֆորտը լինել, ամեն ինչը շատ հետաքրքիր է։ Եվ եթե ես 21-րդ դարի արվեստագետ եմ, ես պարտավոր եմ իմ մասնագիտությունը շատ խորը եւ լավ իմանալ, որովհետեւ այսօր շատ ավելի դժվար է զարմացնելու եւ հետաքրքրել հանդիսատեսին։ Դրա համար քո արվեստը պիտի շատ լավ իմանաս եւ լայն արցակ իմանաս, որ օրինակ այս վերջերս Բեյրութում էինք հյուրախաղերի եւ տարել ենք եւ նորից գարուն ներկայացումը O. Henry-ի նովելների վրա եւ հանդիսատեսից մեկ ասեց, սա արդեն թատրոն չի, սա կրկես է։ Ու ճիշտ դեպքում դա կա, բայց դա ժամանակի պահանջն է։ Երբ սիրո մասին ես պատմում, օրինակ այդ ներկայացումը ես բեմադրելիս հասկանում եի, որ ես հորիզոնական հարթություն չեմ ուզում, ես ուղղահայաց հարթություն եմ ուզում, որովհետև սիրահարված մարդը թռիչքի մեջ է եւ բեմանկարիչն էլ այդպիսի մի ստեղծել էր այդպիսի մի կառույց, որ դերասանները օթում էին, բեմում էին այդ, այսինքն ուղղահայաց էին այդ ամեն ինչ անում եւ երբ դերասանը ասում էր, բայց վախենում եմ բարձրանալ, ասում եմ, բայց դու գրել ես դերասան եմ ուզում դառնալ, նշանակում է ամեն ինչ կարող ես անել եւ պահանջս է այդպիսին եւ իրենք գիտեն, որ ես իրավունք ունեմ այդ պահանջը անելու, որովհետև ես ինքս իմ հանդեպ այդպիսի պահանջով եմ ապրում։ Եվ այո, ես ուզում եմ, որ մենք դառնանք որ մենք աշխարհի լավագույն թատրոններից ենք։ Ես այդպիսի նշաձող եմ դրել եւ այդպես եմ աշխատում, ոչ թե դե լավ, էսա գալիս են թատրոն, լավ է բան, այդ ինձ չի բավականացնում։ Ես գիտեմ, որ մենք այդ հումքը կա մեր մեջ, այդ օգտակար հանածոն Հայաստանում շատ ուժեղ է եւ ես վստահ եմ, որ մենք աշխարհի լավագույն թատրոններից ենք եւ պիտի այդ ուղղակի աշխատանքը պիտի անել, էլի։ Շատ գեղեցիկ եւ համոզիչ է հնչում, կարեւոր է։ Որովհետեւ վստահ եմ։ Շատ կարեւոր է։ 2025 թվականն է։
21-րդ դար արդեն հայտնի են փառատոններ, որտեղ ներկայացվում են արհեստական բանականության կողմից գրված պիեսներ, միգուցե նաև կան արդեն նախադեպեր, երբ իրականացվում է հենց արհեստական դերասանների կամ ռոբոտների կողմից այդ արհեստականացումը շատ ներգործում է մեր կյանք արագ տեմպերով։ Հետաքրքրություն է պարզապես, դա էլ կլինի կանցնի, թե մրցակցությունը ուժեղանում է, սպառնալիք է իրական դերասանների եւ սցենարիստների, դրամատուրգների համար։ Այս փոփոխությունները 21-րդ դարի ինչպես եք ընկալում։ Ուրախությամբ, խանդավառությամբ, թե խանդավառությամբ չէ, բայց հասկանում եմ, որ ժամանակի հրամայական է եւ նորմալ է, որ մտել է նաև թատրոն այդ երևույթը, որովհետև թատրոնը կյանքի անմիջական արտահայտիչն է եւ զարկերակը, եւ այնինչ տեղի ունենում եւ հետաքրքրում պիտի թատրոնում հայտնվի։ Լսել եմ հետաքրքիր փորձառություններ, նաեւ որ ռոբոտների սիրո մասին կար ներկայացում եւ այլն, Նյու Յորքում ասում են շատ լավն է եւ այլն։ Ինքս չեմ տեսել, ինքս լսել եմ վերջերս հենց Արմոնո փառատոնում արհեստական բանականությունը պիես գրեց եւ կարդացին։ Ինձ Նարինե Գրիգորյանին ընդհանրապես հետաքրքիր չէ։ Ես իհարկե հասկանում եմ, որ կա վարպետություն, այսինքն երբ ճիշտ բանաձևը գիտես ինչպես գրել սցենարը, ինչպես հաճախ ֆիլմերը նայում ես, գիտես, որ այսպես են կառուցելու, որովհետև այդպես են բոլոր սցենարները կառուցվում, այդ ամբողջ գրաֆիկը գիտես։ Եվ պարզ է, որ բանականությունն էլ արհեստական հենց այդ գրաֆիկով է գծում եւ լավ, բայց այն կենթանի էլեմենտը, որ կա մարդու մեջ, այն անկատարությունը, որ կա մարդու մեջ եւ հաճախ հենց այդ սխալվելու պատճառով մի նոր բան է հայտնագործվում, այդ չի կարող անել մեքենան։ Եվ միևնույն է այդ քրտնելը, չգիտեմ, մարդկային ամենապարզ բաները, որ բոլոր մարդիկ են ապրում, մեկը մարդը այդ ճիշտ է էտա ամենամարտկային, ամենամաքուրը, ամենաբոլորից ցավեցնողը, հոգուն դիպչողը։ Ի վերջո գալիս են թատրոն, որ հոգուն դիպչի, որ ցավեցնի, որ կտրի արյուն գա, չգիտեմ, շատ որ փշակաղվի։ Հիշեցի, որ մի ֆիլմում գրված էր, որ պիտի փշակաղվի դերասանուհին, եւ ոչ մի ձև չէին կարողանում ինձ փշակաղեցնել։ Բայց դա որտեղ շատ դժվար է, բայց նկատի ունեմ թատրոնը փշակաղեցնողն է, այդ ամենը, այդ մարդկային թեկուզ անկատար թող լինի, բայց դա մեքենան չի անի եւ դրա համար միևնույն է էլի վախենալի չի, որ այդ ամենը մտնում է, կարծում եմ հետաքրքիր է, բայց ժամանակավոր։ Իսկ վերջը հաջողվեց ձեզ փշակը հացնել։ Չէ։ Սկզբում ստացվեց, բայց կադրը լավ չեղավ։ Հետո ինչքան ուզեցին, արդեն մարմինը սովորեց այդ ձևին։ Առաջին էմոցիան անցել էր։ Բանդերեցինք, թե ինչ, չեմ իմանում, բայց չստացվեց։ Երբեմն սցենարիստները պիտի նկատի ունենան, որ բաներ կան, մարդու այդ բնած դարտնացնելու դժվար է։ Նարինե, դուք այն մարդկանցից եք, ում տեսնելիս վստահաբար կարելի ասել բարի գալուստ եւ բարի ճանապարհ։ Արդեն ասացիք, որ Բեյրութից եք գալիս, կուզենայի մի փոքր անդրադառնայիք այդ հյուրախաղերի եւ գիտեմ, որ պատրաստվում եք Միացյալ Նահանգների հյուրախաղերի։ Այո, շնորհակալություն հարցի համար։ Հետաքրքիր էր, որ մենք Բեյրութի համազգային այդ Մելքոնյան թատրոնի հետ շատ մտերիմ ենք եւ ամեն տարի գնում ենք գալիս, իրենք են գալիս, հետո մենք ենք հյուրընկալում եւ այդպես։ Եվ հետո արդեն նախատեսված էր, որ մենք պիտի գնանք, պատերազմ սկսվեց Բեյրութում եւ հոդս ցնդեցին բոլոր ծրագրերը, բայց հենց զինադադարը եղավ, չեմ հավատում ուղղակի, որ մարդիկ զանգարում է եւ ասում է պատրաստվեք, մենք արդեն պատրաստվում ենք ձեր գալուն։ Իհարկե դա համարձակություն էր եւ խենթություն էր, բայց ես ասացի, եթե մեր կարիքը կա, մենք կգանք։ Հետո մի քանի օրից հետո զանգարեց, ասաց 5 ներկայացում կխաղաք, որովհետև ընդամենը 2 ներկայացումով ենք գնալու։ Դա նշանակում էր 2 ներկայացում։ Ասացի, եթե պետք ենք 10 ներկայացում էլ կխաղանք, բայց դա երջանկություն էր, որ մարդիկ պատերազմից հետո թատրոն են ուզում գալ, հենց քիչ առաջվա մեր թեման, եւ այդպես 2 եւ նորից գարուն եւ 3 Փարույս Սևակի Մարթափի մեջ ներկայացումները նախատեսված, արդեն գնացինք, խաղացինք եւ իսկապես այն զարթոնք, այն գարունը, որ ծաղկեց, թե մեր մեջ իրենց վերաբերմունքից եւ թե իրենց մեջ մեր ներկայացումներից, այդ ուղակի
այսպեսի մի թթվածին էր, այսպես ասեմ, եւ շատ ոգևորված ենք հետ եկել եւ մինչեւ հիմա դեռ հոդվածներ են գրվում, դեռ այսպեսի որ անverջ դեռ հյուրախաղից հետո շարունակական կարոտներ են շարունակվում, այդպես է։ Իսկ արխիվում իմ երկու մոնոներկայացումները Գոմեշը եւ իմ ընտանիքը իմ ճամպրուկում է, այդ երկուսը արդեն 3 տարի առաջ անverջ խմորվում էր, որպեսզի տարվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, այնտեղի Արարատ միության կողմից եւ այստեղից Վիկտորիա Բագոյանը, այդ երկու կազմակերպիչները անդադ աշխատում էին, պարզվում էր երազանքից միջև իրականություն բավականին բարդ է ճանապարհը, բայց կարծում եմ վերջապես կհասնենք եզրագծին եւ ապրիլի 11-12 եւ արդեն շատ հանդիսատեսի պահանջի խնդրանքով նաեւ ապրիլի 13-ին կխաղամ 3 ներկայացում։ Դեռ չխաղացած արդեն կա պահանջարկ, ինձ թվում է ավելի մեծ գնահատական Երևի թե դժվար է ակնկալել։ Առավելևս որ տեսա, որ այդ ժամանակահատվածում շատ միջոցառումներ կան, համերգներ կան Հայաստանից, որ այնտեղ են լինում եւ բայց նաեւ շատ ուրախ եմ, որ այդքան լավ թատերասեր հայություն կա այնտեղ, որ այդպես միանգամից արձագանքեցին, միանգամից տոմսեր գնեցին եւ այլն եւ պահանջը էլի կա։ Յուրաքանչյուր պատմություն, որ պատմում եք, հասկանում եմ, որ թատրոնը պահանջված է, ներկայացումները սպասված են եւ այս արվեստը իսկապես երբեք չի կորցնի իր արդիականությունը, ոչ համացանցը կստվերի, ոչ այլ ժամանակակից տեխնոլոգիաները թատրոնը եղել է, կա եւ կլինի, թեկուզ ինչ որ նոր դրսևորմամբ, նոր բաղադրիչներով, նոր ժամանակակից երևի ամեն դեպքում մարտահրավերները կան թատրոնի առջև եւ կուզենայի նշեք մի քանիսը, ինչ խնդիրների առջև է կանգնում թատրոնը այսօր։ Անընդհատ հետաքրքիր լինելու, բայց երբ դու ժամանակի մեջ ես ապրում եւ այդ հասարակության մի մասնիկն ես, ոչ թե քեզ համար առանձին մի արվեստագետ ես եւ զգում ես ցավը, զգում ես ամեն ինչ այնպես, ինչպես այդ հասարակության մի մասնիկ, այդ ժամանակ ճիշտ ես արձագանքում եւ ճիշտ է ծնվում ստեղծածդ, ճիշտ է արձագանքում հանդիսատեսի հոգում։ Օրինակ, որպես օրինակ բերեմ, Պարուր Սևակի Մարդահապի մեջ ներկայացումը։ Արդեն կար դրամատիկական թատրոնում շատ լավ ներկայացում, անverջ վերադարձը եւ երբ 100-ամյակներ անցած տարի դե Պարուր Սևակի եւ երբ իր թորը եկավ եւ ասաց, որ շատ կուզեի, որ հենց համազգային թատրոնը անդրադառնար եւ Մարդահապի մեջ ժողովածուն հենց ես հավաքեցի մեր երիտասարդներին եւ ասացի այսպես ընտրեք ձեր սիրելի բանաստեղծությունները այս ժողովածուից ու փորձենք գտնել կարդալու ձևը եւ հենց իրենք հենց դերասանները գտան այդ տղաները ինչպես այսօր կարդալ Սևակ ինչպես կարդալ որ ով տեսնում է ասում է այս Սևակը հա եւ այնքան այսօրվա է հնչում որովհետեւ իրենք բիթի մեջ կարդացին իրենց ոնց որ բակի տղաները որ ճշմարտություն են ասում իրար այդպես են կարդում սենց մի քանի տղաներով հավաքված եւ իհարկե կա Մուսա աղջիկ Միլենա Ղազարյանը եւ չգիտեմ այնքան բնական ստեղծվեց այնքան հեշտ ծնվեց որովհետեւ ժամանակակից մարդը իր ժամանակի մեջ այդ եթե գրողը մեծ է բարձ է ամեն ժամանակի մեջ ներկա է այսօրվա զարկերակը բռնեցին եւ շատ լավ ներկայացում եղավ այնքան հոդվածներ դուրս եկան բան մենք էլ ենք հաճախ զարմանում ինչպես այսպես ստացվեց բայց այդ ուղղակի նրանից էր որ ժամանակի զարկերակի մեջ էր եւ այդ նոր մեկնաբանությունը ստացվեց զուտ մարդկային մեկնաբանության շնորհիվ բայց ոչ ինստալյացիաների կամ հատուկ էֆեկտների բացարձակ առանց այդ ներգրավման, հա, ուզում եմ որ ընդգծենք այդ փաստը։ Հա, շատ ընդ որում շատ հասարակ բեմի վրա հանդիսատեսը նստում է եւ ափի մեջ է առնում դերասանին, այսինքն հանդիսատեսն էլ է բեմի վրա, բայց դառնում է ձեռք, այսպես եւ դերասանը իր ափի մեջ ինչ բեմը, ինչպես պարզունակ կա իր բոլոր թերություններով բաց է եւ բայց եւ նոր արարական
Հա, երևի գիտեք, ես կասեի ժամանակի պահանջը ավելի շատ, որ մարդիկ սկսել են ավելի շատ բաց ու անկեղծը սիրել, ավելի շատ հետաքրքիր է կուլիսներում, օրինակ ինչ է, այն իսկական կյանքը կան, որ գեղարվեստական բան ցուցադրում ես։ Դրա համար շատ հաճախ օրինակ մենք սկսել ենք թատրոնը թատրոնի մեջ ցույց տալ, օրինակ մեզ մոտ լակոտը ներկայացումը, որ ես ու Անդրանիկ Միքայելյանն ենք բեմադրել, բեմի վրա բեմ է եւ Սո Սարգսյանի գործն է հենց լակոտը, որ խաղում է, այսինքն ներկայացումը այդպեսին է, որ համազգային թատրոնը հիմա կներկայացնի Սո Սարգսյանի լակոտը։ Փոքրիկ հարթակի վրա խաղացվում է ներկայացումը, իսկ շուրջը բոլոր դերասանները ապահովում են ձյունը, բերում են հայելին, այսինքն ամեն ինչ տեսնում ես, հագնվում է, գալիս է, մտնում է մեծ բեմից փոքր բեմ, բայց հանդիսատեսը նաև տեսնում է այն ինչպես է ստեղծվում այդ ձյունը, այն ինչպես է, մի խոսքով, այդ կողքի օգնողները լինում, էլի։ Համազգային թատրոն ասացիք եւ 2025 թվականը առաջնաստված ակնկալվում է շատ բեկումնային կարևոր ճակատագրական համազգային թատրոնի պատմության մեջ։ Վերջապես դուք կդիմավորեք նոր եթերաշրջանը ձեր սեփական հարկի ներքո։ Ինձ երեք ասում էին, ինչքան տարի է, որ սպասում եք, որ նոր շենքին, ես հանկարծ հասկացա, որ ես ինչ մտել եմ այդ թատրոն, ես միայն այդ մասին եմ լսում, որ այ որ շենքը լինի, այ շենքը այստեղ տան, հետո Սո Սարգսյան միշտ ասում էր կենտրոնում պիտի լինի, որովհետև հայ հանդիսատեսը սովոր է կենտրոնում գալ թատրոնի, ինքը փորձառություն ուներ Սունդուկյան թատրոնի հետ կապված, բայց հետաքրքիր է, որ այդ սպասումը տանջալից չէ, որովհետև նաև դա թատրոնն է սովորեցնում, չի կարելի նստել ու սպասել։ Եթե չկա, պիտի ուզում եմ ասել, թատրոնը կարելի է հիմա այս սենյակում էլ ստեղծել, կարելի է Պատուհանագոգին թատրոն անել։ Ամենտեղ, եթե մարդը թատրոն է սիրում եւ թատրոն է ստեղծում, ոչ թե նստում սպասում ես, այլ ասում ես, լավ, այս կանեմ կլինի, բայց ես պիտի անverջ կենթանի քանի ես կամ քանի շնչում եմ, որովհետև վաղ ուրիշ սերունդ է գալու եւ գուցե ես նոր շենքը չտեսնեմ, բայց թատրոնը պիտի լինի, չէ։ Դրա համար ուզում եմ ասեմ տանջալից չէր սպասումը եւ գուցե հենց դրա շնորհիվ որ մենք անverջ աշխատում ենք եւ անverջ կենթանի էինք, հենց դրա համար էլ հասկացան, որ այս թատրոնը արժանի է շենք ունենալուն եւ անկախ Հայաստանի պատմության մեջ սա առաջին կառուցված թատրոնն է եւ շուտով կարծում եմ սեպտեմբերին մենք արդեն կբացենք մեր նոր շենքը թատերաշրջանը նոր շենքում եւ կբացվի պրեմիերաներով, շատ պրեմիերաներ ենք նախատեսել, բայց ամենակարևորը Սիմոն Աբգարյանի Պենելոպե պիեսն է, հենց Սիմոն Աբգարյանն է բեմադրելու եւ սպասում ենք արդեն մի փոքր աշխատանք տարել ենք, սպասում ենք, որ մայիս-հունիս գալու է եւ շատ գեղեցիկ պիես է եւ իր հետ աշխատելը դա մեզ համար նոր նշաձող էր ու Աստված առաջ, ինչպես ասացիք, կարծում եմ շատ լավ ներկայացում է լինելու, որը արդեն հրավիրված է Չեխովյան փառատոն Մոսկվայի, որովհետեւ ժամանակին մենք հրավիրված ենք Չեխովյան փառատոն համազգային թատրոնը եւ մեզնից հետո Սիմոն Աբգարյանն է գնացել եւ երբ Մոսկվայից իմացան, որ հիմա մենք համատեղ ենք աշխատելու, ասացին եկեք դա լինի Չեխովյան փառատոնի պրոյեկտ նաեւ ու այնպես որ արդեն ներկայացումը չծնված հրավիրված է փառատոնի, արդեն ներկայացումը բացվում է թատրոնը կբացվի նաեւ Սո Սարգսյանի լակոտը բեմադրությամբ եւ իմ մի բեմադրությամբ Մետրլինկի Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը բայց նաև նախատեսել ենք Բալի այգին, Մարիկա Դովլատբեկյանը պիտի գա բեմադրություն անել, Լիլի Էլբակյանը, Լյուդվիգ Հարությունյանը, շատ են հրավիրալները, մյուս տարի Սերժ Ավետիքյանը, մի խոսքով ուզում եմ ասեմ, արդեն մի քանի տարիների ծրագիր կազմած է եւ շատ լավ բեմադրիչներ հրավիրված, շատ լավ արդեն գործեր ընտրված, ուղղակի այստեղ այլևս տարածք չկա, էլի, թե չէ այն որ չենք իմանում, որտեղ մտնենք փորձ անենք որ չկանգնեն աշխատանքները։ Ձեր ողջավորությունը իսկապես վարակիչ է եւ հասկանալի է դուք ձեր պատմությամբ վկայում եք այն մասին, որ չի կարելի նստել եւ սպասել, արդեն ծրագրերը կարծես բացումից էլ առաջ են անցնում եւ հասկանալի է, որ թատրոնը բացվելուն պես արդեն աշխատանքը կեռա մեկ այլ ուժգնությամբ, այնպես որ կարծում եմ ազգովի ենք սպասում այդ բացմանը։ Ես ուզում եի նաև անդրադառնալ
Քանի որ մեր հանդիպման առիթը նաև թատրոնի միջազգային օրն է, իսկ դերասան, ռեժիսոր, բեմադրիչ, նկարիչ, բեմի լուսավորող բոլորը կարևոր են, բայց նրանք կարծես թե եթե չլիներ հանդիսատեսը, ամենակարևոր գործող անձանցից մեկը եւ եթե չեմ սխալվում, հենց Միխայել Չեխովը բերում էր նրան հասցնում հանդիսատեսին գրեթե դերասանի կարևորության առանձնահատուկ դեր էր տալիս։ Ինչպիսին է հայ հանդիսատեսը առհասարակ այ համեմատության կարգով, միգուցե նաև համեմատեք մեր հայրենակիցների հետ Սփյուռքում, միգուցե համեմատեք ընդհանրապես արտասահմանյան հանդիսատեսի հետ, գոհացնում է ձեզ նրա պահվածքը, նրա մոտեցումը, անկալումը, այլ մենք ունեցել ենք արվեստի եւ բեմի ներկայացուցիչներ, ովքեր ասում են, բացի դրանից, որ շատ բարդ է հայ հանդիսատեսը, հայ հանդիսատեսը գալիս է սխալը գտնելու, դեռ ներկայացումը չսկսած արդեն դժգոհ է։ Սա երևի ինչ-որ ինձ հավաքական կերպար է հանդիսատեսի, ձեր պատկերացմամբ, ձեր ընկալմամբ, ձեր մոտեցմամբ եւ առհասարակ հանդիսատեսի դերը։ Եթե նույնիսկ այդպես է, որ արդեն քննադատական հայացքով է նստած, էդ էլ է շատ սիրելի, որովհետև այդ մի մարտահրավեր է, որ ուրեմն հետաքրքիր եղիր, որ ինքը կարողանա ներգրավել այդ ամենի մեջ, մոռանա սխալները, մոռանա վատ աթոռը, հատկապես մեր թատրոնում դեռ եւ տրվի այդ ամեն ինչին։ Դրա համար ես հանդիսատեսին երբեք չեմ գնահատական տալիս, բայց կարող եմ ասել, որ ընդհանրապես ելնելով հետո վերլուծություններից հանդիսատեսի բան ասեմ, որ մենք շատ ենք թերագնահատում, այ սերիալներ նկարողները շատ են թերագնահատում հայ հանդիսատեսին։ Ինչու՞ն է պատճառը։ Չգիտեմ, որովհետև երևի սենց տարեց-տարի իջեցրել են նշաձողը եւ ցավոք սրտի իրենց մասին չեմ խոսի, բայց կասեմ, որ շատ հաճախ ինչ-որ ստեղծագործությանը դիմելիս մտածում ես, իսկ կհասկանան, իսկ ես ինչ, բայց իրենք շատ ավելի խորն են հասկանում, շատ ավելի հետաքրքիր են մեկնաբանում, քան հաճախ նույնիսկ մենք մատուցած ենք լինում, քան օրինակ ես մտածած եմ լինում վերլուծած, որոշած, այնքան հետաքրքիր նոր շերտեր են բացահայտում ու ես իսկապես այնքան մեծ բան պաշարով, ինտելեկտուալ պաշարով հանդիսատես եմ տեսնում, այնքան գիտակ, այնքան ամեն սիմվոլը կարդացող, ամեն չհասկացող, որ ես շատ-շատ հիացած եմ եւ ի տարբերություն համեմատելով նաեւ Եվրոպայի հանդիսատեսի հետ եւ այլն, դե ինչքանով որ տեսել եմ փառատոներին, ինձ շատ-շատ ուրախացնում է, որ մեզ մոտ երիտասարդներ շատ են գալիս թատրոն։ Ես օրինակ կար Գերմանիայում, որ գնում ենք փառատոն սպիտակ գլուխներ էին համատարած ու տենց մտածում էր իսկ երիտասարդներին հետաքրքիր է թե չէ գուցե այդ փառատոնն էր այդպես բայց մեզ մոտ անverջ երիտասարդների կարելի է տեսնել թատրոններում գույն մազերով պայմանական երիտասարդ գետնին նստած այն որ պատրաստ են ասում են մենք կգանք պատի տակ կկանգնենք եւ 2 ժամ պատի տակ կանգնում են եւ դա շատ ուրախալ է դա նշանակում է որ անverջ երիտասարդ է անverջ թարմացվում է անverջ հետաքրքիր է եւ իսկապես օրինակ որ գալիս էին թատերական ինստիտուտ հենց ռեժիսորական թատրոնի ռեժիսուրա ես ուսանողներին հարցնում եմ ասում եմ դուք ընտրել եք թատրոնի ռեժիսուրա թե պարզապես մրցակցությունը չեք անցել եւ կինո ռեժիսուրա չի ստացվել մտնել եք թատրոն բոլորը շատ գիտակից գիտեին որ իրենք թատրոն են ուզում եւ շատերն են ավելի շատ թատրոն սիրում քան կինո այտենց ես շատ ուրախ եմ իրականում Այս տարի մեր, այսպես ասած, թատերական Օսկարը, մեր արտավազդ մրցանակաբաշխությունը կանցկացվի մայրաքաղաքից դուրս։ Սա առանձնահատուկ բան է։ Առաջին անգամ է այդպես լինելու։ Կարծեմ առաջին անգամ է, բայց կարծում եմ շատ լավ մտահղացում է, ինչի համար շնորհակալ եմ թատերական գործիչների միությանը, որովհետև հիմա փառատոն է այնտեղ գնում կամերային ներկայացումների, խոսքը Կապանի մասին է։ Կապանի մասին է, հա, բարձրաձայնեցի կներեք, եւ 3 այնտեղ խաղում էին Արմոնո փառատոնի Սասունցի Դավիթը ներկայացումը, Արմեն Քուշկյանն էր խաղում, իմ բեմադրություններ, ես չկարողացա գնալ, որովհետև գնալ գալու համար 3 օր ենք կորցնում, իսկ ես
ճապանատուն պիտի գնայի այսօր, այդպես որ չէր համընկնում էլի մի քիչ, բայց երեք ինձ ասում են թե դա ինչ հանդիսատես է, ինչքան ոգևորված, ինչքան ոգևորող, այնպես քիչ առաջ ասում եք, որ հանդիսատեսը եւս մի խաղանքեր է, իսկապես այդպես է։ Ներկայացումը միևնույն է չի ծնվում, քանի չի հայտնվում հանդիսատեսը։ Հայտնվում է 4-րդ խաղանքերը, գլխավոր փորձեր լինեն։ Ահա, միևնույն է հանդիսատեսն է վերջնականապես հունցում, ոնց որ թխմոր է լինի, որ վերջնական սարքում է իսկական խմոր էլի։ Դրա համար եւ արդեն քանի երրորդ թատերախումբն է ասում է, որ ուղակի փայլուն հանդիսատես այնտեղ։ Ես կարծում եմ դա նաեւ կարոտն է, կարիքն է արվեստի եւ մենք արդեն համազգային թատրոնը ամսի 26-ին այնտեղ մենք կփակենք այդ փառատոնը հաղթանակի գենեզիս ներկայացումով եւ արդեն մարտի 27-ին թատրոնի միջազգային օրը կլինի արտավազդ մրցանակաբաշխությունը, որովհետև արդեն այս տարի այլ կերպ են մի քիչ կազմակերպել, նախ կար մի ուրիշ ժյուրիի խումբ, որոնք ամբողջ այդ մոտ 80 ներկայացում են նայել, այդ 80 ներկայացումներից ընտրել են շորտ-լիստ են ստեղծել, այսպես ասած, եւ արդեն մենք այդտեղ 12 նոմինացիաներով կանք, այնպես որ մտածում ենք դե գոնե մի երկու մրցանակ կբերենք, արդեն ոնց էր ամսի 26-ին այդ բոլոր ովքեր նոմինացված են այս բանի մեջ կան, ավտոբուսներով կմեկնեն Կապան եւ այնտեղ կլինի մրցանակաբաշխությունը, բայց իսկապես շնորհակալություն Կապանի հանդիսատեսին, որ այդքան լավն է, որ այդքան կարոտած եւ ինչպես դերասաններն են ասում, վաղուց ասում են մոտ մի 10 րոպե ծափահարում են, այդքան կարոտն ու կարիքը կար։ Եվ ես շատ ուրախ եմ, որ Հայաստանը իսկապես դառնում է Հայաստան, ոչ թե Երևան, էլի, այսինքն այսպես ընդլայնվում են քաղաքները իրենց աշխարհագրությամբ, իրենց արվեստի աշխարհագրությամբ, այդպես ասեմ, թե չէ, աշխարհագրություն ինքնըստինքյան կար եւ միշտ կլինի։ Ձեր անձնական պահոցում մի քանի արտավազդ մրցանակներ կան, տարբեր անվանակարգերում, այնպես որ կլինի հերթականը, թեև յուրաքանչյուրը բերում է իր ուրախությունը եւ արժեվորումը կատարված գործի, նշեցիք հաղթանակի գենեզիս, այո, մեզ հիմա կարծես հենց դա է պակասում եւ չափազանց կարեւոր է այդ հաղթանակների եւ դեպի լավատեսություն, ոչ թե հուսահատություն, ինքնավստահություն ձեռք բերելու, կարևորելով անցած ուղին, որը հեշտ չի եղել եւ շարունակում է դեռ բարդ մնալ, բայց դուրս գալ մի պահ այդ իրավիճակից եւ նաեւ ներկայացման եւ թատրոնի միջոցով գնալ դեպի այդ հաղթանակի գենեզիսը։ Չկավելացնեիք ներկայացման հետ կապված։ Նախ ասեմ, որ թատրոնը քանի որ ամեն օր ծնվող եւ տեղում մեռնող արվեստ է, ինքը սովորեցնում է, որ ամեն օր նորից պիտի ապացուցես, նորից պիտի ներկա լինես, նորից ուզում եմ ասել արտավազներ ունեմ, բայց մեկը իսկ այս տարի կարող է արդեն հանգել եմ որպես արվեստագետ եւ ուզում եմ ասել մեկը դա մի բան է, որ քեզ հիշեցնում է, որ դու դեռ զարգանում ես, դեռ կաս, դրա համար ամեն օր որ պիտի նորից ապացուցես, որ դու արժանի ես այս արվեստում լինելու եւ նույնը երկրի հետ կապված նկատի ունեմ անգամ պարտությունն էլ է արդեն թերթված էջ, այդպես ասեմ, եւ միշտ կարելի է նոր էջից սկսել եւ հաղթանակ կերտել, միշտ։ Ուզում եմ ասել, Խաչիկ Չալիկյանը, որ մենք ներկայացում ենք անում, ասում էր, եթե տեսնում ես ընկնում է ներկայացումը, այդտեղ վերջակետ դիր եւ նորից սկսիր ներկայացումը։ Այ ուզում եմ ասել, երբ զգում ես սխալ է գնում, վերջակետ դիր եւ նորից սկսիր։ Ես կարծում եմ մենք մեր երկրի պատմությունը նորից սկսում ենք, նորից պիտի սկսենք եւ դա ոչ թե պիտի ասել այ ընդհանուր էս ինչ է, այլ ամեն մեկը պատասխանատու է բոլորի համար, ամեն մեկս օրինակ ենք մյուսների եւ ինչպես Պարուս Սևակն է ասում, առողջությամբ թող վարակեն, ինձ թվում է այդպես էլ է լինում, որ առողջությամբ են վարակում։ Դրա համար ամեն մեկս իր կետում պարտավոր է առողջ բջիջ դառնալ եւ նոր
պատմություն սկսել գրել, հաղթանակի պատմություն, ինչն էլ փորձում ենք անել համազգային թատրոնում, բոլոր թատրոններով։ Այլև մի փոքր գուցե անսպասելի հարց է, սիրված երգ ունեք։ Ես շատ անսպասելի հարց է։ Դե դերասանները հաստատ երգարվեստում կան։ Ընդհանուր ինձ համար երևի բարձրագույն արվեստ է երգչախումբը եւ ինչպես Սարգսյանն էր ասում, երբ միասին երգել սովորենք, այդ ժամանակ լավ երկիր կկառուցենք։ Եվ ինքը միշտ թատրոնում երգչախումբ մենք ունենք երգչախմբի ուսուցիչ, որ մեզ հետ մենք երգեր ենք այդպես միասին երգում եւ անգամ այդ լակոտը ներկայացում որ բեմադրեցինք, էլի երգչախումբն է։ Երաժշտական ձևավորումը երգչախումբն է, այսինքն երգում ենք։ Բայց մի քիչ հարցից կարծես թե շեղվում եմ, որովհետեւ շատ սիրելի երգեր կան։ Դե շատ սիրում եմ, չգիտեմ ինչու, լարի տմբլալա, այդ շատ եմ սիրում, որովհետև գուցե ինքը այդ բանի խփելու լարի տմբլալա, չգիտեմ, բայց այդ յուրահատուկ է այդ հնչյուններով ստանալ, այդ ու երգ ստեղծել դրանով, այդ երգը շատ եմ սիրում եւ մենք հաճախ ենք թատրոնով այդ երգը երգում։ Ինքս շատ սիրում եմ Արցախի հորովելը, չգիտեմ գուցե դա որ տատիկս է երգել ինձ համար, որ այսպես արմատներս է հիշեցնում այդպես։ Իսկ որն է թվարկածներից կամ գուցե ոչ թվարկածներից, որ ինչ որ մի, չեմ ուզում ասել նեղ պահի, բայց երգը ձեզ ոգեշնչում է նոր քայլերի։ Եվ անգամ երգում եք, գուցե քթի տակ, գուցե բարձրաձայն, գուցե նաև հարազատների շրջապատում։ Ինչ հետաքրքիր հարց եք տալիս։ Չգիտեմ, չեմ նկատել, որ ամուսինս է շատ երգում, տանը այդպես, դե որ մեկը երգում է, մեկը լսում է։ Դրա համար ամուսինս երգերն եմ սիրում։ Չգիտեմ, բայց ինչ որ մի փոքրիկ հատված մեր համար կերկեք։ Ձայնս չէ։ Բայց շատ լավ նոր մեջ բերեցիք։ Դե բայց չի, լավ, բայց չեմ սիրում, որ դերասան ասում է չերկեմ։ Իրեքնակը դուսա եկալ, տանը սիրա լուսա եկալ, Սորմին կորը վերվարանիմ, գիդա սրտես, հույսա եկալ, հորնահով։ Արինե, եթե ասեմ շնորհակալություն, ոչինչ չեմ ասի, բայց այ շաքավեցի, այ ձեր ասած։ Շատ շնորհակալ եմ ընդունելու համար, այն տրամադրության համար, որ բերեցիք ձեզ հետ, ձեր բոլոր նախագծերին, երթերին, թռիչքներին, նոր թատրոնի բացմանը, սպասված թատրոնի բացմանը, հաջողություն եմ ուզում մաղթել, իսկ մենք սիրով յուրաքանչյուր կարևոր իրադարձություն կլուսաբանենք մեր եթերում։ Շնորհակալություն, ես էլ ձեզ սպասում եմ մեր թատրոնի բացմանը, սիրով ունեմ, որ միասին կվայելենք եւ նոր շենքը եւ նոր ներկայացումները։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հարգելի ունկնդիրներ, հիշեցնեմ, այսօր հյուրընկալել էինք դերասանուհի Բեմադրիչ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանին։ Ձեզ հետ էր Սուսաննա Հովհաննիսյանը, մինչ նոր հանդիպում։